Նախագահի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն այս շրջափուլում մեր երկու երկրների հարաբերությունների այս շրջափուլում շատ կարևոր էր մի քանի առումով՝ քաղաքական, տնտեսական, ինչու ոչ նաև անվտանգային բաղադրիչներ կարևոր։ Քաղաքական առումով կարևոր էր այն հանգամանքով, որ նախ Հարավային Կովկասում Հայաստանը ներկայացվեց բարձր մակարդակով նախագահի մակարդակով, եւ սա ուղերձ էր նաև Թեհրանին, Իրանի նոր իշխանություններին, որ Երևանը հավատարիմ է Իրանի հետ իր հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ արած հայտարարություններին եւ այսուհետ Իրանի արդեն նոր իշխանությունների, նորընտիր նախագահի, նոր կառավարության հետ պատրաստ է իր հարաբերությունները խորացնել եւ կյանքի կոչել այն պայմանավորվածությունները, որոնք որ մեր երկու երկրների միջև վերջին տարիներին ձեռք են բերել։ Եվ ես կարծում եմ, որ Երևանի այս քաղաքական քայլը կգնահատվի Թեհրանի կողմից։ Դրա ապացույցն է նաև իրանական լրատվամիջոցների եւ հեռուստատեսության եւ տպագիր մամուլի եւ տեղեկատվական կայքերի այն արձագանքը, դրական իմաստով արձագանքը, որը ուղղված էր Հայաստանին եւ բազմաթիվ հետաքրքիր վերլուծական հոդվածներ հրապարակվեցին հայ-իրանական հարաբերությունների հեռանկարի վերաբերյալ։ Տնտեսական առումով կարծում եմ այցը կարևոր էր այն առումով, որ բարձր մակարդակով մեր երկու երկրների ղեկավարները հնարավորություն ունեցան քննարկելու այն հարցերը տնտեսության ոլորտում, այն հարցերը, որոնք որ պետք է առաջիկայում մենք իրագործենք։ Եվ Իրանում էլ առաջիկայում կձևավորվի նոր կառավարություն եւ ինչպես հաղորդագրությունից նկատեցիք, բազմաթիվ ոլորտների շուրջ քննարկում եղան զբոսաշրջությունից մինչև էներգետիկա։ Մի շարք ոլորտներում մենք վերջին շրջանում կարևոր քայլեր իրականացրել ենք։ Առաջինը Հայաստանի կողմից շատ կարևոր քայլ էր Իրանի հետ վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու մասին այդ որոշումը, որը չափազանց բարձր գնահատվեց Թեհրանի կողմից։ Գիտեք, Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ շատ մեծ կարևորություն ունի հարևանների հետ առանց վիզային ռեժիմի համակարգ ունենալը, եւ Հայաստանի կողմից սա շատ դրական արձագանք ունեցավ, ինչը նպաստեց նաեւ տնտեսության զարգացմանը, մասնավորապես զբոսաշրջության զարգացմանը եւ վերջին շրջանում արդեն հայտնի Մեղրի Նորդու սահմանային անցակետի վերաբերյալ համաձայնությունները։ Անվտանգության վերաբերյալ շատ կարևոր էր Իրանի նախագահի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ։ Գիտեք, մշտապես Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետո ընկած ժամանակաշրջանում բարեբախտաբար Իրանի իշխանությունները հավասարակշռված քաղաքականություն են վարում այս հարցում, ինչը շատ կարևոր է, նպաստում է տարածաշրջանում կայունության հաստատմանը։ Սակայն այս շրջանում նախագահ Սարգսյանի եւ Ռոհանի հանդիպման ժամանակ Իրանի նախագահը մի շատ կարևոր շեշտադրում արեց, որը վերաբերում է նրան, թե Իրանը այսուհետ ամեն ինչ անելու է, թույլ չի տալու, որպեսզի հյուսիսային շրջաններում, իր տարածքների հարակից շրջաններում ապակայունացում տեղի ունենա։ Խոսքը առաջին հերթին իհարկե վերաբերում է Ադրբեջանի այդ սադրիչ քաղաքականությանը, որը հատկապես մենք նկատում ենք, որ որոշ դեպքերում նաև Իրանի եւ Արցախի սահմանակից շրջաններում է տեղի ունենում, Արցախի տարածքում նկատի ունեմ։ Սա կարծում եմ շատ կարևոր մի մեսիջ էր եւ հաշվի առնելով վերջին շրջանում Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումները, Իրանի ներսում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, Սիրիայի, Իրաքում այդ անկայուն իրավիճակը Իրանի համար չափազանց մի զգայուն իրավիճակ է ստեղծվել։ Նախկինում Իրանը կարողանում էր այն սպառնալիքները չեզոքացնել եւ թույլ չտալու, որպեսզի դրանք մուտք գործեն Իրանի տարածք։ Բայց ցավոք սրտի ահաբեկչական գործողություններից հետո Իրանը փոքր-ինչ
զգաստացավ եւ այսպես ասենք վերանայեց իր անվտանգային քաղաքականությունը։ Մասնավորապես, եթե նախկինում Հարավային Կովկասի նկատմամբ մասնավորապես Ադրբեջանի հետ հարաբերություններում շեշտը դրվում էր տնտեսական բաղադրիչի վրա, շատ դեպքերում այդ անվտանգության հարցերը մի կողմ թողնելով, հիմա ես կարծում եմ Իրանը վերանայելու է իր այդ քաղաքականությունը եւ այս համատեքստում Հայաստանի դերը Հարավային Կովկասում ավելի մեծանալու է Իրանի համար, նաեւ հաշվի առնելով թուրք-իրանական այդ լարված հարաբերությունները, Ադրբեջան-Իրան հարաբերություններում նկատվող սառնությունը եւ այլ հանգամանքներ։ Եվ նաեւ պետք է նշել, որ Իրանում էլ նախագահական ընտրությունների ժամանակ նախագահ Ռոհանիին իր մրցակիցները քննադատում էին, որ պետք է ավելի ակտիվացնել եւ ավելի շեշտը դնել տնտեսական անվտանգության հարցերի վրա, քննադատելով Ռոհանիի Թուրքիայի վերաբերյալ վարած այդ մեղմ քաղաքականությունը, ինչպես նաև Ադրբեջանի նկատմամբ վարած քաղաքականությունը այն համատեքստում, որ Ադրբեջանը տարիներ շարունակ հակաիրանական հայտարարություններ, գործողություններ է իրականացնում, բայց Թեհրանը, այսպես ասենք, տնտեսական բաղադրիչը գործոնը ավելի գերադասում էր անվտանգությունից։ Հիմա կարծում եմ, որ այդ վերանայումը տեղի կունենա։